Արևելյան Հայաստանում։ Իրականում այն ինչ որ տեղի ունեցավ 1918 թվականին բոլորի մասներով ճակատագրական էր, որովհետև ռուսական զորքերը, որոնք մինչև այդ 1914-ից 17 թվականները կռվելով պրակտիկոն ամբողջ Արևմտյան Հայաստանի տարածքը կարողացել էին ազատագրել թուրքերից եւ հնարավորություն էին տվել, որ ցեղասպանությունից մազապուրծ եղած հայության փշրանքները նույնիսկ մի քանի 100,000 մարդ վերադառնա իրենց տները, նրանք տարածորեն թողեցին ռազմաճակատը եւ հեռացան Ռուսաստան։ Բոլշևիկյան հեղափոխությունից հետո պարզապես թողեցին ռազմաճակատը։ Այդ պայմաններում հասկանալի է, որ Հայաստանը նույնիսկ պետություն չուներ, հայկական քաղաքական ուժերը հավշտաբ սկսեցին ձևավորել զինված ուժեր, ձևավորվեց մեկ կորպուս, որը կանոնավոր զորքերի մեկ կորպուս, որը հիմնականում բաղկացած էր ցարական Ռուսաստանի կազմում կռված հայ եւ ոչ միայն հայ, սպաներից, զինվորներից եւ այլն, բայց այդ կորպուսը բացարձակ իր կազմով համարժեք չէր գրող թուրքական զորքերի։ Թուրքական բանակը տարբեր տվյալներով մոտավորապես 50,000 անձնակազմ ուներ, իսկ հայկական կորպուսը տարբեր տվյալներով 15-ից 17,000։ Եվ այնպես ստացվեց, որ տարածորեն 3 ամսվա մեջ, սկսելով հարձակումը 18 թվականի փետրվարին, 18 թվականի մայիսի 15-ին թուրքական զորքը մտավ Ալեքսանդրապոլ արդեն։ Այսինքն ամբողջ Արևմտյան Հայաստանը գրավեց Կարսի Բերդը, ընդ որում գրավեց շատ հեշտ, ըստ էության նաև վրացիների թողտվության պայմաններում, որովհետև մինչև այդ հայերն ու վրացիները միասին էին կռվում, բայց վրացիները համարեցին, որ իրան Կարսը պաշտպանելու որևէ, այսպես ասած, մոտիվացիա չունեն, եւ ստացվեց այնպես, որ Ալեքսանդրապոլը, որը նաև Արևելյան Հայաստանի ամենամեծ քաղաքն էր, անպաշտպան մնաց, եւ թուրքերը մայիսի 15-ին մտան Ալեքսանդրապոլ։ Եվ դրանից հետո, ինչ որ իմաստով, Արևելյան Հայաստանի գրավումը դարձել էր տեխնիկայի հարց թուրքերի համար, որովհետև ունենալով այդպիսի թվային գերակշռություն եւ մինչեւ այդ 3 ամսում 3 անգամ ավելի մեծ տարածք գրավելով, իրանց թվում էր, որ մնացածը եւս շատ հեշտ է լինելու։ Եվ այդ պայմաններում հրաշք տեղի ունեցավ։ Հայ ժողովրդի մնացած ամբողջ հատվածը, որը կուտակված էր Լոռում, Արարատյան դաշտում, Ապարանի շրջակայքում եւ այլն, համախմբվեց եւ կարողացավ հզոր հակահարված տալ եւ Սարդարապատում եւ Բաշապարանում եւ Ղարաքիլիսայում դա հզոր հակահարված ա եղել, ընդհանրապես թվերով ձեզ ասեմ, թուրքական կողմը 10,000-ից ավել կորուստ է ունեցել մեկ շաբաթ տևող մարտերի ընթացքում Բաշապարանում եւ Սարդարապատում նրանց բանակները ջախջախվել են հետ են նահանջել, Ղարաքիլիսայում թե մենք չենք հաղթել, բայց ամենամեծ կորուստները իրանք ինձ Ղարաքիլիսայում են կրել, ուստի Բաթումում մտածող բանակցություններում թուրքերը ստիպված եղան հաշտություն կնքել, թե բնավ դրա տրամադրվածությունը չունեն։ Բայց տեսնելով այդ հուժկու դիմադրությունը եւ հասկանալով, որ այդ դիմադրությունը հաղթարել իրաքատեսական չի, իսկ իրենց նպատակն էր նաեւ տիրել Հայաստանի երկաթուղուն եւ դրա միջոցով գնալ Բաքու, իրանք որոշեցին, որ ավելի լավ է բավարարվեն երկաթուղով եւ միառժամանակ հայերին հանգիստ թողեն։ Սա կարևորագույն իրադարձություն է մեր պատմության մեջ եւ նա մի քանի առնվազն կարևորագույն դասեր ունի։ Առաջինը միասնությունը ֆունդամենտալ կարևորություն ունի մեր ազգի համար։ Այդ օրերին կռվել են եւ կանոնավոր ստորաբաժանումները, եւ Արևմտյան Հայաստանից կամավորները, կամավորական գնդերը, եւ Արցախից կամավորական գնդերը, թեև Արցախին դեռևս անմիջական վտանգ չէր սպառնում, բայց ի վերջո պարզվեց, որ ամեն ինչը միասնական է։ Եվ տեղի աշխարհազորը։ Ես այսօր նշել եմ, մի անգամ էլ եմ ուզում նշեմ, միայն Աբարանի շրջանը 3500 աշխարհազորային է տվել այդ օրերին։ Եվ եթե այդ աշխարհազորայինները չկանգնեցնեին Բաշապարանի մոտ թուրքական կանոնավոր դիվիզիայի առաջխաղացումը, մենք կարող ենք ընդհանրապես այդ ամեն ինչը լրիվ ուրիշ ընթացք ստանալ։ Բայց դա տեղի է ունեցել եւ մինչեւ մյուս ստորաբաժանումները կարողացել են գալ միանան եւ կանգնեցնեն եւ ի վերջո ջախջախեն թուրքական դիվիզիան։ Այդտեղ ֆունդամենտալ դեր է կատարել եկեղեցին, որը Գևորգ 5-րդ կաթողիկոսը եւ նաեւ եպիսկոպոսները, օրինակ Հովսեփյանը, նրանք կարողացել են ոգևորեն ժողովրդին, նրանք իրաց օրինակով ասեն, չենք նահանջի, կմեռնենք Էջմիածնում, բայց չենք նահանջի։ Հսկայական դեր է ունեցել Արամ Մանուկյանը, որը կարողացել է Երևանում ոգևորել մարդկանց, տրամադրել նրանց ինքնապաշտպանության, բացատրել, որ էլ նահանջի տեղ չկա, էլ պետք չի որևէ տեղ նահանջել, պետք է գնալ ընդհակառակը առաջ եւ հաղթել։ Մեր շատ զորահամանատարներ, առաջին հերթին ուզում եմ նշեմ Մովսես Սիլիկյանին, բայց նաեւ Գարեգին Նժդեհին, Գուրգեն Տեր-Մովսիսյանին, Դրաստամատ Կանայանին, Եզդի առաջնորդ Ջահանգիր աղային, Սեթրակ Ջամալյանին Ապարանից, Դանիել Բեկփիրումյանին Արցախից եւ այլն, բոլոր այս մարդիկ այդ օրը միավորվել են եւ կռվել են թուրքական վտանգի առաջ։ Եվ մեր կարևորագույն դասն է, որ մեր համար միասնությունը առանցքային է։ Երկրորդ ուզում եմ ասեմ նաեւ հետեւյալը։
Եթե մարդիկ չգնային գիտակցված մահվան, գիտակցված զոհողության, մենք այսօր չենք ունենա այս երկիրը։ Այդ գիտակցված զոհողությունն է, որը փրկել է այս երկիրը, որը հնարավորություն է տվել մեզ անկախ պետություն ստեղծել, որը հնարավորություն է տվել հիմա էլ ունենալ անկախ պետություն։ Իրականում այդ մարտերում, այդ 3 մարտերում թուրքերի զոհերը մի քանի անգամ ավելի մեծ են եղել, քան թե հայերին, որը մի անգամ եւս ցույց է տվել, եթե դու զենքը վերցնում ես ձեռքդ եւ դիմադրում ես, դու զոհեր ես տալիս, բայց դու երբևիցե չես ենթարկվի ցեղասպանության կամ բնաջնջման։ Եվ ընդհակառակը, երբ որ զենքը դնում ես Թուրքի առաջ, որը անընդհատ վերահաստատում է իր ցեղասպանությունը, դու քո ժողովրդին ենթարկում ես բնաջնջման ռիսկի։ Դա շատ կարևոր մյուս հետևություն է։ Եվ երրորդ հետևությունը, որը ուզում եմ նաև նշեմ, այսօր որը շատ կարևոր է։ Մեզ այդ օրերին, երբ որ բանակի ղեկավարությունը ունենք Թովմաս Նազարբեկյանը, պրակտիկորեն հաշտվել էր պարտության մտքի հետ եւ ուզում էր նահանջել դեպի Թիֆլիս։ Եղան մարդիկ, ինչպիսին Գարեգին Նժդեհը կամ Գուրգեն Տեր-Մովսիսյանը, որոնք շատ ավելի ցածր ռազմական կոչում ունեին, Գարեգին Նժդեհը ընդամենը լեյտենանտ էր, Գուրգեն Տեր-Մովսիսյանը հրետանու կապիտան էր, որոնք ասին մենք ձեր հրամանին չենք ենթարկվի։ Սա մեր ազգի ճակատագրան պահանա, ինչպես կարող ենք մենք բանակը ցրել, թնդանոթները թաղել եւ ժողովրդին թողել բախտի կմաճուկի։ Մենք գնալու ենք կռվենք եւ գնացին կռվեցին եւ պաշտպանեցին Ղարաքիլիսը։ Ես այդ օրինակ ասում եմ այսօրվա զինվորականներին։ Մի ենթարկվեք նահանջի հրամանին։ Մի ենթարկվեք նահանջի հրամաններին։ Այդ նահանջի հրամաններով այս հողը կսպառվի։ Հիշեք ինչ արել Գարեգին Նժդեհը։ Նա գեներալ Նազարբեկովի հրամանը ոչ միայն չի կատարել, այլև ստիպել է Նազարբեկովին ինքը լեյտենանտ լինելով, որ զորքը վստահի իրան։ Դուրս եկել Դիլիջանում զորքի առաջ ելույթ է ունեցել։ Զորքին տալը հետ Ղարաքիլիսա Դիլիջանից եւ կարողացել է ջախջախի թուրքական առաջապահ ստորաբաժանումը հետ շպրտի սպիտակ։ Այդ օրինակը մեր համար պետք է լինի ամենակարևորը։ Ամենակարևորը եւ այսօրվա զինվորականների համար եւս։ Եվ ամենակարևոր դրանից հետո ինքը կարողացավ Լեռնահայաստանը պահել իր փոքրաթիվ։ Դրանից հետո ինքը Նախիջևանը ազատագրեց, դրանից հետո ինքը Լեռնահայաստան մի մարդ կարողացել է կյանքի ընթացքում այդքան անել, բայց ես ուզում եմ ասեմ, տեսեք, պատմությունը կերտում են անհատները։ Այո։ Եւ այսօրվա պատմություններ են կերտում։ Եվ այսօրվա պատմությունները, չէ, բայց այս արդյոք նրանք իրավունք ունեին այսօր Սարդարապետի Սարդարապետի հուշահամալիրի մոտ Ես անկեղծորեն հույս ունեմ, որ սա վերջի անգամ է, որ այդ մարդկանց մուտքը թույլ է տրվում Սարդարապետի հերոսամարտի հուշահամալիր, հույս ունեմ, որ մենք կարողանանք ի վերջո այդ մարդկանց ազատել իշխանության բեռից, որտեղ իրանք չեն կարողանում այդ բեռը տանել, որով իրանք նսեմացնում են մեր հաղթանակները, ստորացնում են մեր ժողովրդին։ Ես իսկապես հույս ունեմ, որ մենք կարողանանք իրանցից ազատվենք որպես իշխանավորներ, որպեսզի մեր ժողովուրդը կարողանա նորից շունչ քաշել եւ կարողանա նաեւ իր սեփական հաղթանակների բերկրանքը եւս մեկ անգամ զգալ։ Նախ եւ առաջ պետք է նշել, որ թեև առաջին հանրապետությունը, որ ստեղծվեց այսօր 107 տարի առաջ, շատ կարճ կյանք ունեցավ եւ աշխարհաքաղաքական անհաջող փոխդասավորումներին եւ թշնամական ագրեսիայի զոհ գնաց, այդուհանդերձ առաջին հանրապետությունը դարձավ երկրորդ հանրապետության խորհրդային Հայաստանի հիմքը, որի վրա էլ կերտվեց այսօրվա երրորդ հանրապետությունը։ Մենք յուրաքանչյուր այսօրը մեզ համար դաս քաղելու օր է, պատմության սխալները չկրկնելու օր է, ինչպես նաև պատմության մեջ կարևոր դեր խաղացած մարդկանց նմանվելու օր է։ Ես առաջին հերթին նկատի ունեմ առաջին հանրապետության հայրերին, ռազմաքաղաքական ղեկավարությանը, առաջնորդներին, եւ ռազմական առաջնորդներին եւ քաղաքական առաջնորդներին, որովհետեւ այդ մարդկանց աներևակայելի գերմարտկային ճիքի շնորհիվ առաջին հանրապետությունը կյանքի իրավունք ստացավ, որովհետեւ նրանք իսկապես իրենց եսը մոռացել էին, անտեսել էին մի կողմ դրել։ Նրանք օրերով եւ շաբաթներով հատակին էին քնում բարի բուն իմաստով։ Նրանք օճառի խնդիր ունեին լողանալու։ Նրանք օրը 3 անգամ սնվելու խնդիր ունեին։ Քաջազունին օրինակ 2 անգամ էր սնվում, իր գործուղման համար նախատեսված 1 բաժին սնունդը թողնելով, որ վերաբաշխեն։ Քաջազունին ստանում էր 1800 ռուբլի աշխատավարձ, որից 500-ը փոխանցում էր որբերի, հիվանդների,
զինվորների, հաշմանդամների խնամքին։ Այն 1300-ը այն ժամանակ էլի ինֆլյացիա կար, իրեն մի կերպ բավականացնում էր, որպեսզի իր սննդի ռացիոնի մեջ մածուն եւ շաքար լինի։ Բայց նա գոհանում էր իր կնոջը գրած նամակներից, մենք տեղեկանում ենք, որ նա գոհանում էր այդ ամեն ինչով։ Նրա 4 արուզավակներից 3-ը զոհվեցին։ Արամ Մանուկյանը, որ ապրում էր բացարձակապես անանձնական կյանքով, երբ որ մահվան անկողնու մեջ անգամ ինքը հետաքրքրում էր երկրից, որբերի վիճակը ինչ եղավ, ինքը գիտեր, որ ինքը տիֆով վարակված է եւ մահանալու է, բայց անգամ այդ պատվաստանյութից էր հրաժարվում այդ վիճակում, որպեսզի մյուսներին կյանք հասնի եւ ժողովրդի հետ շփումների արդյունքում դա տեղի ունեցավ։ Մենք երբ որ ասում ենք պետք է դասեր քաղենք, առաջին հերթին հենց այսպիսի դասեր պետք է քաղենք, որովհետեւ եթե մենք միայն խոսքով ենք այս ամեն ինչը ասում, քարը քարի վրա չի դրվի։ Ես չեմ ասում, որ հիմա պետք է պատվաստանյութից հրաժարվեն առաջնորդները, ընդհանրապես նրանք, ովքեր որ հայտ են ներկայացնում ժողովրդին առաջնորդվելու, պետք է սոված մնան։ Ոչ, իսեր Աստծո, դրա մասին չէ խոսքը։ Իմաստը նրանում է, որ պետք է եսից իսկապես վեր կանգնել սեփական ամբիցիայից։ Սա թող լինի, որովհետև շատ դժվարագույն պայմաններում, ցեղասպանության ճիրաններից մի կերպ փրկված վիճակներում կերտվեց առաջին հանրապետությունը։ Նա իսկապես փյունիկ էր, մոխիրներից առնեց։ Այսինքն միայն քաղաքական կողմ եւ ցանկություն է պետք եւ ազգային մտածողություն, որովհետեւ մենք ավելի դժվար պայմաններում գոյատևել ենք, կերտել ենք պետականություն եւ միայն քաղաքական այրերի մտածողության իրենց ազգային նպատակների շնորհիվ հնարավոր է։ Իհարկե, այդ կամքն է անհրաժեշտ, որպեսզի հերոսական ու հավաքական ճիք լինի։ Այն ժամանակվա իրադրությունը ուղղակի խայտառակ իրադրություն էր։ Երկրի կեսը գաղթականներ են, սովյալներ են, օրական 2000 մարդ մահանում էր սովից ու հիվանդություններից տարբեր տիպի։ Դրան գումարած երկրի ներսում տարբեր շրջաններում մահմեդական տարբեր տարրեր, ադրբեջանական իշխանություններից, թուրքանական իշխանություններից ուրեմն խրախուսվելով բախումներ էին հրահրում, պատերազմական իրավիճակ, դրան գումարած նաև այդ տարի էլ երաշտ էր եղել եւ այդ տարի էլ վարուցանք չէր կատարվել, ուղղակի խայտառակ իրավիճակ է, բայց այդ իրավիճակում մարդիկ պատասխանատվություն ստանձնեցին։ Ես այսօր չեմ կարողանում պատկերացնել մեր ներկապնակի, քաղաքական ներկապնակի մեջ մարդկանց, որ այսպիսի Աստված մի արածի այդպիսի իրավիճակ։ Նույնիսկ հիմի այս իրավիճակում է պատասխանատվություն ստանձնելը շատ բարդ թվում, որովհետև ավերված է, այսպես ասած ամեն ինչ։ Հայերը կգնան Բաքվում կապրեն քաղաքական համաձայնագրից անմիջապես 5 րոպե հետո հայերն ու ադրբեջանցիները առևտուր կանեն։ Դա նշանակում է, որ իրենց ուղին ակնհայտ, բացահայտ իրենք արդեն բաց դնում են, որ մենք պատրաստ ենք նաև ցեղասպանվելու, ընդունելու այդ հարանը։ Ժամանակակից մշակութաբաններից մեկը մի այսպիսի տեսություն ունի, Աստծո համբույրի եւ հարվածի տեսությունը, որ Աստված ինչ-որ մարդու կամ ինչ-որ ազգի համբուրում է նրան, օժտում է տաղանդով, նրան օժտում է շատ կարողություններով ստեղծագործելու, բայց միևնույն ժամանակ հարվածում է։ Հիմա համբույրը երևի թե Քաջազնունիներն էին, հարվածն էլ երևի Սիմոնյաններն են, էլի Ալեն Սիմոնյանի մասին է խոսքը, այդ կարգի մարդիկ են, որոնք են նաև նրա համար են, որպեսզի մենք շատ պարզ տեսնենք ու հասկանանք, հետո կրթենք, դաստիարակենք մեր սերունդներին այն հակաօրինակով, այսինքն այն օրինակով, որ չի կարելի այդպիսի մարդ ուղղակի, այդպիսի քաղաքացի կերտել։ Ոնց Սոմյանի հարցը, իսկ ինչ եք կարծում, Սարդարապետի միասնականությունը ի վերջո լինի Հայաստանում։ Թող ես տա Աստված, որ չլինի Սարդարապետի պայմաններում, այդպիսի պայմաններում միասնականությունը չլինի։ Հենց Սարդարապետի դասը պետք է լինի այն, որ չպետք է հասնենք այն կետին, որ դանակը հասնի ոսկորին, որ նոր լինի այդ միասնականությունը։ Բարի օր, սիրելի հայրենակիցներ։ Բարի եկո ձեզ, սիրելի հայրենակիցներ, սիրելի քույրեր ու եղբայրներ, անդամներ, համակիրներ, ընկերներ, իրականում մեծ պատիվ է այսօր այս բեմի կանգնել եւ ձեր առջեւ ելույթ ունենալ եւ փորձել ձեզ փոխանցել մայիսյան հերոսամարտի շնորհակալ եմ ձեզ։ Փառք մեր հերոսներին, փառք
Փառք մեր պետական հայրերին, որ ստեղծեցին Հայաստանի Հանրապետությունը։ Փառք Հայաստանի Հանրապետությունը։ Եվ փառք մեր երեխաներին, որ ապրելու են այդտեղ։ Շնորհակալություն։